Ուր գնալ ձմռանը Հայաստանում եւ ինչ անել զբոսաշրջիկներին եւ տեղացիներին այս հարցում օգնելու ուղղորդելու նպատակով զբոսաշրջության կոմիտեն այս տարի իրականացնում է Ձմեռը Հայաստանում մեծարշավը, որում միավորվել են 4 նոր ու ոգեշնչող ձմեռային туриզմի ուղղություններ։ Ստեղծվել է հատուկ հարթակ, որտեղ հնարավորություն ունեն ընդգրկվելու բոլոր զբոսաշրջային պրոդուկտները։ Հիմա շատ լավ առիթ է հայտարարելու նաև բիզնեսին, հյուրատներին, հյուրանոցներին իրենց մասին հայտարարելու ուր գնալ ձմռանը Հայաստանում։ Կխնդրենք, որ իրենց մասին հայտարարեն եւ նաև օգնեն իրենց հաճախորդին գտնել իրենց զբոսաշրջության կոմիտեի այս արշավի ընթացքում եւ գնալ ձմեռը անցկացնել Հայաստանում։ Ձմեռը Հայաստանում արշավը խոստանում է ակտիվ բազմաբնույթ զբոսաշրջային պրոդուկտներով հարուստ ժամանց, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր նախասիրություններին հարմար տարբերակներ, որոնցից է փետրվարին արդեն ավանդույթ դարձած -46 փառատոնը, որն անցկացվում է Հայաստանի ամենացուրտ մարզում Շիրակում։ Այս տարի այդ փառատոնին մասնակցեց միջազգային փորձագետ սպորտսմեն, որը սնոուբորդի վրա, այդ տախտակի վրա սահում էր պարաշուտով եւ սա շատ հետաքրքիր եզակի փորձառնություն էր այդ մարզի համար եւ ինքը ուղղակի հիացած էր, որովհետեւ այնտեղ համ կա բավարար քանակի ձյուն, համ կա քամի եւ հենց այդ սպորտաձևով զբաղվելու համար իդեալական վայր է, սա նորություն էր մարզի համար, կարծում եմ հաջորդ տարի նույնպես փառատոնը կանցկացվի, չնայած գիտենք, որ անցկացվելու եւ կազմակերպիչների հետ ակտիվ կապի մեջ են, շատ ակտիվ երիտասարդներ են Շիրակի մարզից։ Էլին ձմեռային туриզմ առանց մեր մանկության ավանդական խաղերի։ Հայաստանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի ձնագնդի փառատոն։ Մեկ անգամ արդեն անցկացվել է այդ փառատոնը, դա ֆինլանդական սպորտաձև է, կա միջազգային ֆեդերացիա եւ այո, որքան էլ որ զարմանալի է, ունի կանոններ այդ խաղը եւ կարծում ենք, որ շատ հետաքրքիր կլինի անցկացնել այդ ձնագնդիկների փառատոն, ինչպես նաեւ խթանում ենք առողջ ապրելակերպը եւ ձմեռային ամիսներին ակտիվ ձմեռային սպորտաձևերով զբաղվելը, ինչպես ամառը խթանում ենք ջրային ծովային սպորտաձևերը Սևանում, ինչպիսինք են յախտինգը, ստենդափ բորդը եւ այլն, ձմեռվա ամիսների ընթացքում խրախուսում ենք դահուկը, չմուշկը եւ այլ ձմեռային սպորտաձևեր, ինչու՞ չէ նաեւ ձնագնդին։ Туриզմի կոմիտեի նախագահը նշեց, մեծ աշխատանքներ են տանում հատկապես ծոցի երկրների ուղղությամբ, քանի որ այստեղ գրեթե միշտ շոկ է եւ մարդիկ փնտրում են երկրներ, որտեղ կա ձյուն եւ ձմեռային փորձառություններ։ Այս առումով մենք նույնպես գտնվում ենք շահեկան դիրքում եւ պետք է հանրահռչակենք մեր ձմեռային զբոսավայրերը, պետք է գնան Ջերմուկ, գնան Ծաղկաձոր, գնան Ապարան եւ մյուս բոլոր տեղերը, Շիրակի մարզ, որտեղ շատ հետաքրքիր ձմեռ ենք ունենում։ Գայանե Գաբոյան, Հովանես Մկրտչյան, Armenpress։